առաջիկայում այս չոքելու է այլ քաղաքական ուժերի դուռը։ Դուք ինչի եք կենթանի։ Փաշինյանի հետապնդումներից չի խուսափելու ընդդիմադիր որևէ քաղաքական ուժ, կարծում է Հայաստան դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը։ Մի գնա։ Ընդգծում է, անգամ կեղծարարությամբ իր հաղթանակ ամրագրելուց հետո Փաշինյանը չի հանգստանում, հաշվեհարդար է տեսնում նրանցից, ումից հնարավոր վտանգ է սպասում։ Կզացել եմ եւ կզացնել եմ։ Այս իշխանության դեմ, որը զուրկ է լեգիտիմությունից, որը չունի սրբություն, որը չունի կարմիր գիծ, որը իր իշխանությունը պահելու համար պատրաստ է ամեն ինչի, այս իշխանության դեմ պետք է ինստիտուցիոնալ համակարգված դիմադրություն, որտեղ բոլոր քաղաքական ուժերը, ազգային գործիչները, մեր երկրի համար մտահոգ հասարակական, քաղաքական, մտավորական շրջանակները մեկտեղ են իրենց ջանքերը, կազմակերպենք այս դիմադրությունը եւ հասնենք փոփոխության։ Սաղաթելյանի խոսքով պետք է պատրաստվել նոր դիմադրության եւ խորհրդարանի ներսում եւ խորհրդարանից դուրս։ Ու մարդիկ sense սովորական բան են անում, հա, sense ապրում են իրանց համար, հա։ Հայաստան դաշինքի падգամավորը հերքում է լուրերը, թե մանդատներ վերցնելու դեպքում չի լինելու փողոցային պայքար։ Մանդատ վերցնելը չի նշանակում, որ ընդդիմությունը առնվազն խորհրդարանական հրաժարվում է փողոցային պայքարից։ Ինստիտուցիոնալ համակարգված դիմադրություն հանցավոր ռեժիմի դեմ, այսպես է պատկերացնում Փաշինյանի իշխանության դեմ պայքարը ընդդիմադիր падգամավորը։ Ընդգծում է, հաջողություն կլինի, երբ լինի ընդդիմադիր բոլոր ուժերի համախոհություն։ 4 օր առաջ ընդդիմադիր դաշտի մի շարք կուսակցություններ հայտարարեցին կարևոր օրակարգային հարցերի շուրջ համախոհություն ունենալու հետ կապված։ Եթե մենք նախորդ 6 տարվա ընթացքում ունենայինք մի շրջան, երբ որ դաշտի բոլոր ուժերը անխտիր այս նպատակի շուրջ միավորվեին, ջանքերը դրածելն, այսօր չենք հասցնի։ Կարծում եմ, ընդդիմադիր դաշտում կա այդ խորը գիտակցությունը, մի շարք նաև տարբեր տեսակի ամբիցիաներ պետք է մի կողմ դնել, հասնել այդ համախոհությանը, ձևավորել այդ ճանապարհային քարտեզը, հանրությանը ներկայացնել, որտեղից ենք սկսում, ուր ենք գնում, ինչ արդյունք։ Պարզ խոսել, որ նաև կա բազմաթիվ դժվարություններ։ Սաղաթելյանը զգուշացնում է, հեշտ չի լինելու։ Դժվար պայքար է սպասվում հանուն ազգային մտածողության, ազգային արժեքների, հանուն թրքացման դեմ պայքարի։ Որևէ մեկը չունի կախարդական փայտիկ, որ մի հանրահավաքով, մի քայլով այս իշխանությունից ազատվելու է։ Նորից եմ ասում, պետք է նկատի ունենանք, կա իշխանություն, որը ունի արտաքին աննախադեպ աջակցություն, նաև թուրք-ադրբեջանական աջակցություն, իշխանություն, որը չունի կարմիր գիծ ու ունի իրեն ծառայող հլու հնազանդ իրավապահ համակարգ։ Լիլիթ Խալաթյան, Միլենա Պողոսյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։